Այսպիսի վանկարկումներով այսօր կոնյակագործներն էին դուրս եկել փողոց։ Բողոքի ակցիայի մասնակիցները հանուն հայ-վրացական բարեկամության, մի խաթարեք հայ-վրացական բարեկամությունը գրություններով, պաստառներով եկել էին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան մոտ։ Մենք 40 օր չենք աշխատում, որտեվ այդ տվյալ զակասը, որ եկել է մենք լսել ենք հիմա Տամբոժյանում կանգնած է, հաջորդը չենք կարող լսենք, որտեվ որը ռիսկով լսնենք։ Մենք չենք կարող այդքան խմիչքը 100,000-ների մասին է խոսքը։ 200-300 շշի մասին չի խոսքը։ Ըստ կոնյակագործների, Ռուսաստան եւ Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը ուշացումների եւ ֆինանսական կորուստների պատճառ է դառնում։ Խնդիրն է, որպեսզի վրացական ինքը կողմը մեզ հստակ պատասխան տա։ Ինչ պատճառով է կանգնած, ինչ են անում իրանք, որ իրավունքով։ Եվ եթե արել են միջև հիմա, ինչ են հայտնաբերել։ Եվ ինչպես է, որ որոշակի մեքենաներ գնում են, որոշակի մեքենաներ չէ։ Երբ բոլորն էլ հայկական կոնյակ են, թող ցույց տան, ում անալիզն է լավ, ումն է վատ։ Շատ ժամանակ նորից կանչում են եւ բաց են թողում, առանց որ այդ փաստաթուղթ ներկայացնելու, թե դրա կոնյակը վատ է, դրա կոնյակը լավ է, սա ոնց ասեմ, խայտարակությունը այն ամենամեղմ ասած բառը, ապօրինությունը, եւ եթե մենք սրա դեմը չառնենք, վաղը տեսեք կանեն Տիրանի դեմ, կանեն ուրիշ մի այլ ապրանքի դեմ։ Դեսպանատնից խոստացել էին, որ Թբիլիսին պաշտոնական հայտարարություն կանի, թե ինչու է հայ արտադրողների արտադրանքը շաբաթներով վրացական սահմանին մնում լաբորատոր ստուգումների իրականացման պատճառաբանությամբ։ Իրավունք չունեն որպես տարանցիկ, իրանք իրավունք ունեն ստուգումների, այլ չթույլատրված, չգրանցված ապրանքների մասին, բայց եթե ապրանքը գնում է գրանցված, թող ստուգեն այդ ապրանքը չգրանցված ապրանք կա թե չէ, կամ ինչ-որ մի բան, կամ ինքը անթույլատրելի վտանգավոր է, դաժե վտանգավորի դեպքում, եթե ալկոհոլի որակի առումով նայենք խմիչքի, ինքը իրանց չի վաճառվելու իրանց երկրի տարածքում։ Ընդունող կողմն է այդ ամեն ինչ, այդ փորձաքննությունները կամ ինչ-որ այդ կոնտրոլը ինքը իրավունք ունի անցկացնել։ Վրացական կողմը հայտարարություն չտարածեց, հարկադիր պարապուրտում հայտնված աշխատակիցներն այսօր իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չստացան։ Բողոքի ակցիայի ժամանակ դեսպանատուն հանդիպման մտած մասնակիցներից երկուսը դուրս եկան եւ հավաքվածներին փոխանցեցին։ Խնդրի լուծման տարբերակներ չեն հնչել։ Վրաստանում վրացիներին դա իրենք ասեցին, կոնկրետով էր ասողը։ Մենք կոնսուլ ենք ասում։ Իսկ նախորդ ակցիայից հետո մի քանի մեքենաներ բաց էին թողել, չէ՞։ Ինչքան բաց են թողել, այդ վերջին փակել են։ Չէ՞ լրաց։ Ասացին մենք չենք կարող այդ հարցին պատասխան տալ, գնացեք Վրաստանում ներկայացուցիչ գտեք, դատի տվեք եւ այլն։ Ակցիայի մասնակիցները երկկողմանի փակեցին Ծարավաղբյուրի փողոցը, ապա հայտարարեցին երթով շարժվում են կառավարության շենք։ Այդ ընթացքում դեսպանատնից փոխանցեցին, թե պաշտոնական Թբիլիսին խոստացել է մի քանի օրվա ընթացքում լուծել խնդիրը։ Նախորդ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս հարցին լուծում տալու համար։ Այսօր նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ հարցի կարգավորման ուղղությամբ ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ են տարվում։ Կառույցից վերահաստատում են, կարիքի դեպքում նախարարը Վրաստան կայցելի։